Հրդեհի ճիրաններից փրկվեցին միայն 2-ով ու հրաշքով ողջ մնացին։ Մարտի 26-ին տեղի ունեցած չարաբաստիկ հավերիչ հրդեհը մեկ ակնթարթում մոխրացրեց տունը եւ Հարությունյան եղբայրներին զրկեց միակ կացարանից։ Անօգնական տղամարդիկ կրակի բոցերից հարևանների օգնությամբ կարողացան դուրս պրծնել։ Հարևանները ինձ մոտ ջարդեցին, իմացան ու կարեն եղել։ Ջարդեցին, եկան ցանկապատախաշին, մեզ հանեցին դուրս եկուսել։ Իսամոտից հարևանները բարեկամները։ Չեն ասոքսում ուղղակի մտան ներս։ Տղեկը։ Մի չոզիկի մտան ներսը։ Տունն ամբողջությամբ այրվեց, ոչինչ հնարավոր չեղավ փրկել, պարզվեց պատճառը հոսանքի տատանումներ։ Դեպքից հետո իր արհեստանոցում եղբայրներին ժամանակավոր ապաստան է տրամադրել նրանց քեռին, թեև տարածքը բնակելի չէ, բայց այս պահին միակ տականկյունն է։ Ամուսնուս արհեստանոցն է ճիշտ ասած, բայց դե որ հնարավորություն չկար ուրիշտեղ ստիպված տեղավորել ենք ստեղ, ամեն հարմարություն ունի, մեզ եսին ստեղ ապավում ամեն չոր։ Նորայրի ու Արտակի մայրը մահացել է դեռ 4 տարի առաջ։ Հորից վաղ տարիքում են զրկվել։ Մանկությունից նրանց խնամքն իրենց վրա են վերցրել մոր ծնողները։ Անժելա Քերակինն ասում է, տղաների մոր մահից հետո իր ուժերի ներածին չափ ամեն ինչ արել է, որ լրացնի մայրական խնամքի բացակայությունը։ Շատ է սիրում իրանց մաման իրանց։ Իրանք էլ իրանց մամա։ 4 ամսական ինքն եղել, մի 2 տարի ու կես էլ ինքը բաժանվել ամուսնուց, Իսուր կեսրարս են օգնել պահել, տուննել ենք Իսուր կեսրարս իրանց առել։ Ձեր մոր բացակայությունը շատ եք զգում։ Շատ։ Կա մի բան որ կուզեք իրան ասել։ Լավ ենք։ Այսքան լավ ենք։ Մենք չմտածի, մենք լավ ենք։ Եղբայրները երկուսն էլ առողջական լուրջ խնդիրներ ու հետևողական խնամքի կարիք ունեն։ 53-ամյա Նորայրը ողնաշարի կողային կորացում ունի, այն էլ խիստ արտահայտված։ Չի կարողանում նորմալ քայլել, մեջքը միշտ է այսպես կռացած։ Իդեպ նաև խոսքային խանգարումներ ունի դիմածնոտային խնդիրների պատճառով։ Չնայած դժվարանում է խոսել, բայց շփվել շատ է սիրում։ Մարդամոտ է, միայն թե սրտնեղում է, որ իր ասելիքը շատ հաճախ չեն հասկանում։ Հալիմ եմ, ոնց որ կարողանամ չարեմ հալիմ։ Խթորվում եմ։ Ո՞ց է ցավում, ես մի ցավում։ Խթինում եմ։ Իսկ 51-ամյա Արտակի դժբախտությունը մոտ 4 տարվա վաղեմություն ունի։ Անասնապահությամբ զբաղվելիս ձյանտակ է մնացել Մարտունու սարերում։ 2 օր անց նրան հասցրել են հիվանդանոց, սակայն սրտահարված ոտքերը փրկել այլևս անհնար է եղել, ամպուտացրել են։ Բերեցին միջև ասրեցինք հիվանդանոց, հնարավոր չէր փրկել ոտքերը, շուտ ամպուտացրեցին։ Իմացեք, որ պիտի ոտքերն ամպուտացվեն, ինչ եք զգացել։ Այնուամենայնիվ շուտ անենք, որ ոտքերս լրի չկտեին։ Ցեն բրդի հեչել է։ Մտածում եմ, որ լրի չկտեն ոտքերս, կեսը կտնեն, հա։ Դժվարությամբ հարմարվեց նոր կարգավիճակին, բայց ճարն ինչ, հարմարվեց, թեև գրեթե ամեն բան ինքնուրույն կարողանում է անել, բայց միևնույն է, ամենից շատ երազում է կրկին քայլել ու իրեն լիարժեք զգալ։ Պրոթեզի կարիք ունի, սակայն սոցիալապես ծանր վիճակում են։ Ստացած միակ եկամուտն էլ իր եւ եղբոր հաշմանդամության թոշակն է, որն ուղղակի չնչին գումար է։ Կարողանամ ամեն ինչ կարամ անեմ, բայց ոտերով ուզում ոտեր ունենամ, որ ոտերով մեկ են պետք ունենի, ուժի բան։ Արտակը մի քանի տարի առաջ նաև ամուսնացած է եղել, որդեգրել է կնոջ երեխային ու ընտանիք կազմել, բայց այսօր դառնությամբ է հիշում ամուսնական կյանքը։ Ինքը կին ուներ, կինը իր հետ երեխա էր բերել, որդեգրեց, ավելի ճիշտ մանկատուն էր իր մայրը տարել է երեխուն։ Իմ տալը համաձայնվեց, որ իրանք երեխա չունեն, ասեց, որ իր կինն է, ոչինչ, թող իր երեխուն բերի կպահեն։ Բերեց, որդեգրեց, լավ պահեցին, շատ լավ պահեցին։ Հետո ինքը արդեն սկսեց անշնորհքություններ անել, այսինքն իրանց օգնություններ էր գալիս, բարեկամներն են օգնում էին բան են անում, այդ բոլորը իրացնում էր իր մոր տանը։ Երեխան շատ բաց բաժանվել, չէ՞ ուզում տար, չեմ ուզում, պապայիս մոտ մեն դգնալիս, նա պապայիս մոտ։ Զորով տարան։ Այսօր եղբայրներն ապրում են մեծ դժվարությունների մեջ։ Նրանց միակ հենարանը քեռու ընտանիքն է, Զարմուհին մշտապես կողքին ու պատրաստ օգնելու։ Արտակն ու Նորայրը ոչ միայն նյութական, այլև բարոյական աջակցության կարիք ունեն։ Սրտնեղած ու կոտրված, բայց շնորհակալ աչքերով նայում են Անժելային, որն այսօր նրանց հարազատ է դարձել, մորպես։ Ամեն առավոտ Արտակն ասում Անժել ոնց ես, ասում լավ, ասում քո համար ամեն օր աղոթում եմ։ Դու ես մեր պահող, ասում ապրես։ Իրանց աղոթքը հաստատ վերև կհասնի։
Տիկին Անժելան պատմում է, որ տարբեր կառույցների է դիմել եղբայրներին օգնելու խնդրանքով, բայց արձագանքներ գրեթե չեն եղել։ Հիմա միակ խնդրանքն է, որ փոքրիկ կառույց շինություն լինի, որ տղաները իրենց առանձին անկյունն ունենան ու ձմռանը ոչ թե ավտոտնակում, այլ ապահով մարդկային պայմաններում ապրեն։ Այս չափի զուգարանով, խոհանոցով այսքան լինի իրանց բավական է։ Մի հատ ուզում ենք փոքր շինություն անենք։ Քաղաքապետարանը Արարատի օգնել է 100,000 դրամ, մարզպետարանին դիմեցինք, ասեցին, որ կառավարությունը կասեցրել է, հիմա այս պահին օգնություններ չեն տալիս։ Դիմեք մեզ շինանտ ուղղակ շինանտ 100 ցեն ավազ ջան եւ շիֆերներ։ Փշրվում են մարդկային ճակատագրերը, երբ հանկարծ մի ակնթարթում կյանքը գլխի վայր շուռ է գալիս։ Թե Վարտակն ու Նորայրը կորցրին ամեն ինչ, բայց պահել են ամենաթանկը՝ միմյանց մարդկային արժանապատվությունն ու ապրելու կամքը։ Եղբայրներին շատ բան հարկավոր չէ, միայն մի փոքրիկ անկյուն, որտեղ կկարողանան նորից սկսել կյանքը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։